Լույս առավոտին շարունակում են լույսով, լավ տրամադրությամբ, ջերմությամբ եւ լավ էներգիայով շնորհակալություն բոլոր մեր մշտական հեռուստադիտողներին եւ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին են մեզ միացել։ Ողջունում ենք ձեզ, խնդրում ենք այն դուռը փակեք, որ ձեր ձայները չլսենք, իսկ հեքիաթ մշակույթ եւ բարեկենդանի տոն մեկ օրում փետրվարի 15-ին 14:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երգով, պարով ու հայկական ջերմությամբ լի տեղի կունենա հայ ժողովրդական հեքիաթներ ահատորի եռալեզու գրքի շնորհանդեսը, որտեղ գիրքը կենթանանում է, իսկ հեքիաթը դառնում տոն։ Գիրքը լույս է տեսել 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, դառնալով կամուրջ հայկական հեքիաթի եւ աշխարհի միջև եւ այս ամենի եւ ոչ մենք խոսենք մեր հյուրի հետ։ Ով է նա։ Այո, մեր հյուրն է Edit Print հրատարակչության միջազգային կապերի համակարգող հայ ժողովրդական հեքիաթներ եռալեզու ժողովածուի կազմող եւ թարգմանչուհի Նազելի Կարապետյանը։ Լույս առավոտի։ Բարի լույս, Ինչպե՞ս եք։ Շատ շիկ եք։ Շատ լավ, շնորհակալ եմ դուք եք ինչպես Այո, դու գիտես որ տրենդային է գրքերի հետ կապված։ Օ, ինչ կասնի, եթե կարող ես սկսենք այս գարշին։ Եռալեզու, Եռալեզու, նաև սա առաջին հատորն է, կարմիր։ Սպասում է նաև երկրորդ, երրորդ հատոր։ Հեքիաթները շատ կարևոր են։ Ինչու՞, որովհետև ցավոք սրտի այսօր մեր իրականության մեջ շատ մայրիկներ, շատ ծնողներ, հա, երեխաներին հեքիաթ կարդալ, պատմել չգիտեն։ Ոչ թե չգիտեն, չունեն այդ պաշարը, այլ ուղղակի մոռացել են դա, չեն անում ընդհանրապես։ Ու այսօր երեխաներին օրինակ հանգստացնում են սմարթֆոններով, տալիս են ասում նայեք ինչ-որ մի բան, վայելեք, բայց շատ երեխաներին որ հարցնում ես ասում ես իսկ օրինակ գիտես այս հեքիաթը կամ այն հեքիաթ, ասում են ինչ է նախ հեքիաթը, չգիտենք։ Արդյոք ճիշտ է որ հեքիաթը իսկապես շատ մեծ ու կարևոր դեր է խաղում մեր կյանքում։ Այո, միանշանակ այս դեպքում հայ ժողովրդական հեքիաթները, բայց եւ ընդհանրապես լավ հեքիաթները շատ կարեւոր են երեխայի զարգացման համար։ Դրանք կարծես նրան նախապատրաստում են կյանքին, տալիս են կարևոր գիտելիքներ, կյանքի մասին, տիեզերական օրինաչափությունները, բարու, չարի գիտակցումը եւ ի վերջո անցնելով հերոսի հետ այդ փորձություններով, երեխան սովորաբար իրեն նույնացնում է հերոսի հետ եւ ինքը անցնում է այդ փորձությունով եւ դրանով ավելի ամրանում է, ուժեղանում է եւ նախապատրաստվում է կյանքին, իմանալով որ ամեն ինչ կան նաեւ օրինակ դևեր, վիշապներ, որոնց պետք է հաղթել։ Ոնց է շենքի մասին խոսակ։ Այո, եւ իհարկե շատ կարեւոր է, որպեսզի հեքիաթի միջոցով նախ ինքը ստանա այդ գիտելիքը, մինչեւ կյանք մտնելը եւ այդ փորձառությունը արդեն գրի իր մեջ։ Իսկ թարգմանելիս հնարավոր է պահպանել ամբողջությամբ հայկական մտածողությունը։ Հնարավոր է, համենայն դեպս մենք փորձել ենք ամեն կերպ այդպես անել, թե անգլերենի դեպքում, թե ռուսերենի դեպքում, ես ինքս համենայն դեպս որպես տվյալ դեպքում խմբագիր ստուգել եմ տառ, բար, որպեսզի շատ չփոխեն, որպեսզի հնարավորինս հայկական շունչը պահպանվի, երբեմն անգլերենի դեպքում մենք օգտագործել ենք այնպես ինչպես կա, այսինքն կան արտահայտություններ, որ թվում է թե շատ հայաշ, այսինքն աչքդ լույս, հա, նման բաները երբեմն թարգմանել ենք բառացի եւ նշել ենք, որ սա բառացի թարգմանություն է, որպեսզի նաեւ հայկական մտածողությանը ծանոթանա ընթերցողը։ Հրաշալի է։ Հեքիաթ եւ մշակույթ մեկ օրում, հա, բարեկենդան։ Ինչու հենց ընտրվել հենց այդ օրը, ու մենք այսօր նաեւ խոսում ենք, որ ցավոք սրտի շատ օտարությունից գաղթած տոներ կան, որոնք ավելի շատ ոնց որ տեղ են զբաղեցնում մեր մոտ, ավելի շատ ենք ուշադրություն դարձնում նրան, բայց օրինակ բարեկենդան հենց այն տոներից մեկն է, որը շատ սիրված է հայ ժողովրդի կողմից։ Բարեկենդան հենց բարության, զվարճանքի, մաքրության տոնն է, դա ինչ որ պատահականություն է, որ հենց այդ օրով է ընտրված, թե հատուկ է արված։ Տեսեք, մենք որոշել էինք մինչև գրքի տոնը անել այս շնորհանդեսը եւ որոշում էինք որ օրը եւ այդպես համընկավ, ցանկացանք որպեսզի լինի ժողովրդական տոն եւ միացնենք, քանի որ իրենք շատ մոտ են իրար, ժողովրդական հեքիաթներ, բարեկենդանի տոն, ինչ որ առումով այո, այդպես ցանկացանք անել, որպեսզի մեծ ժողովրդական տոն լինի այդ օրը։ Իսկ ձեր մանկության որ հեքիաթն է ձեզ ձևավորել։ Տեսեք, մենք հիմնականում մեծանում ենք Թումանյանի հեքիաթներով։ Ամենայն հայոց բանաստեղծ։ Այո, եւ իմ սիրելի գրողն է։ Իմը եւս։ Բայց
Ինչի նաև ծնվեց այս հեքիաթների ժողովածուն անելու գաղափարը, որ բացի Թումանյանից մենք ունենք մի մեծ ժառանգություն, որը բավականին անտեսված է։ Թումանյանի մոտ կա մի դաստիարակչական մեթոդ, այսինքն դու կարդում ես եւ կամ երեխան կարդում է եւ հասկանում է, որ չպիտի նմանվի այս հերոսներից շատերին, Ձախորդ Փանոսին լինի, դու կասեք Քաջնազարին, Համբան Հուրուն եւ այլն, Անխելք Մարթուն։ Դա շատ լավ մեթոդ է, ժողովրդական հեքիաթներում էլ կա, բայց հարց է առաջանում այդ դեպքում ում նմանվի, այսինքն այն հերոսը, որին երեխան պետք է ձգտի նմանվել, կա այս հեքիաթներում եւ հերոսուհին։ Ես դեմ նաև շատ մեծ կարևորություն է տրված նկարներին, հա, շատ հարուստ է նկարները, խնդրեմ, եթե դժվար չի, մեկնաբանենք եւ իհարկե ցույց տանք։ Եվս մի բաց ինձ համար որ կար հայկական գրահրատարակչության մեջ եւ ոչ միայն, թեկուզ մուլտֆիլմեր եւ այլն, տեսեք, միշտ նկարազարդողները ավելի շատ պատկերել են հայկական հեքիաթը գյուղական միջավայրում եւ տարազաձևերը եւ այլն բավականին կայացած են, բայց մենք ունենք նաեւ թագավորական, քաղաքային մշակույթ, որը ցանկալի է, որ նույնպես արտահայտված լինի հեքիաթների նկարազարդումների մեջ։ Օրինակ մենք փոքրուց կարդում ենք տարբեր ազգերի հեքիաթներ, նայում ենք նկարազարդումները եւ ծանոթանում ենք այդ ազգերի հետ, նաեւ այդ նկարազարդումներով, նրանց տարազի եւ կենցաղի, ճարտարապետության հետ։ Նաև շատ երեխաներ կան, չէ՞, կներեք, երբ բացում են երկրի, տեսնում են նկարներ չկա գրքում, իրենց համար արդեն անհետք։ Այն նկարները նաև գրավում ու պահում են երեխաներին։ Այո։ Եվ նաև մեր կազմի նկարն է։ Ուղղակի նկարներ չեն։ Եթե թույլ կտաք, ես սաղցիկով էլ ցույց տամ, խնդրեմ, սա նկարներից մեկն է, թերթի Անահիտ։ Ու այդպես նկարներ շատ են, խնդրեմ։ Ցած տարի 8 տարի։ Վայ, ես իմ ծանոթներից եմ։ Ել։ Ու շատ գեղեցիկ է իսկապես։ Շատ գրավ։ Դա Զանգի զրանգին է, ժողովրդական տարբերակը, որը խորհուրդ եմ տալիս անպայման ընթերցել։ Եվ տեսեք, մենք որոշեցինք, որ պետք է նկարչուհու հետ միասին իհարկե Լուսինե Պողոսյանի, որ պետք է անդրադառնանք մեր օրինակ հայկական արքայատոհմերին, ունենալ նման հարուստ մշակույթ եւ չօգտագործել դա նկարազարդումների մեջ, երբ որ խոսքը գնում է թագավորի, արքայազնի, արքայադուստրերի մասին, շատ սխալ է կարծում եմ։ Նաև մեր օրերում շատ են այնպիսի պատկերազարդումներ, որտեղ ստանդարտ արքայադստեր տեսակներ են, հա, Դիսնեյի, բայց նա հայկական արքայադուստրը պետք է ունենա որոշակի իմ կարծիքով առանձնահատկություն։ Իհարկե։ Այո, թե արժե համակարգը, թե առհասարակ մնացյալը։ Օրինակ այստեղ մենք օգտագործել ենք Կիլիկյան թագավորության տարազը, աղջկա, դե տղայինը եւս ուղակի նախոզարած է եւ շատ շքեղ տարազ այստեղ չենք օգտագործել։ Ձեզ ցույց տամ մի քանի նմուշ, այստեղ անդրադարձել ենք Վանի թագավորությանը, Արարատ Ուրարտու, ինչպես ասում են, այստեղ այդ Վանի բերդն է, օգտագործել ենք հուշկապարիկներ, աղջկա տարազը Արուբանի արձանիկի ոգեշնչված եւ արքայազնին հաճախ որպես զինվոր ենք ներկայացնում, որովհետեւ նա գնում է կռվելու, հաղթելու եւ այլն, այսպես։ Հետաքրքիր է, որ ընթերցողի համար, այսինքն երեխաների, դեռահասների համար նաեւ կարեւոր, որ շատ ու շատ պատմությանը վերաբերող դետալներ կան, որոնք այսինքն ոչ միայն կարդում են հեքիաթներ, այլ շատ սովորելու բան կա նաեւ։ Այո, տեսեք, սա օրինակ Արմեն եւ Զարմեն հեքիաթն է։ Այստեղ հատուկ ընտրել ենք իշխանի հագուստ, հայկական իշխանի եւ ընտրելիս էլ այնպիսի տարազաձևեր ենք ընտրել, որոնք նշվում է, դե մենք ունենք շատ լավ տարազի գրքեր, որտեղ նշվում է, որ սա բուն հայկական տարազ է։ Այսինքն վեր ենք հանում, թե ինչպիսին կարող է լինել հայկական արքայադստեր եւ արքայազնի թագավորների եւ այլն հագուստները։ Եվ օրինակ, որ նշեցիք պատմական, շատ կան իհարկե դեպքեր, ուղղակի դա հիշեցի, վերջերս լսում եմ, որ ասում են Խնձորեսկի այդ 5 գյուղը հիմնադրել են 2 եղբայրներ,
նրանք վազել են ձիու վրա եղնիկի հետևից գնացել են, հասել են այդ քարանձավներին եւ այդտեղ հիմնել են գյուղը։ Ու միանգամից այս հեքիաթը եկավ իմ մտքին, այստեղ էլի երկու եղբայր են հեքիաթում, վազում են եղնիկի հետևից, հրապուրված եղնիկով, հասնում են քարանձավ, իհարկե այդտեղ ուրիշ դեպքեր են հետո ծավալվում, բայց միանգամից այս կադրը եկավ, որ ինչքան հատուկ է իրական կյանքին, հա, այն ինչ որ կատարվում է հեքիաթներում։ Ականջով են։ Եվ այստեղ էլ հենց եղնիկներ են օգտագործել վերջի որպես զարդանախշ, որպեսզի խորհրդանշի հեքիաթի այդ եղնիկների թեման։ Այս դեպքում կարծիքով յուրաքանչյուր տանը պետք է նման եթե կան երեխաներ դեռասներ կան, սա պարտադիր գրքերից է։ Իսկ ինչպես պրոպագանդենք բարձրաձայն հեքիաթներ կարդալու այդ մշակույթը մեր ընտանիքներում, այսպես ասած։ Դե նախ պետք է գնել գիրքը։ Առաջին քայլ։ Այ առաջին քայլ։ Ծնողը իհարկե պետք է ինքը նախ տեղյակ լինի, կարդա, որովհետև եթե երեխան տառաճանաչ չի, արդեն ծնողը պետք է կամ կարդա պատմի, պետք է ինքը զգա երեխան ինչպես է նախընտրում լսել հեքիաթը, կարդալով թե պատմելով։ Եվ ասեմ ձեզ իմ փորձից երեխաները շատ մեծ հաճույքով են լսում այս հեքիաթները, հատկապես այդ տարիքի երեխաներին հրաշապատում հեքիաթները խորհուրդ կտամ կարդան եւ նրանք միշտ ասում են, որ նորից պատմիր այդ հեքիաթը եւ շատ ուշադիր լսում են մեր օրյա երեխաները։ Եվ նաեւ նշեմ, որ մենք գորգանախշեր ենք օգտագործել, որպեսզի երեխան փոքրուց ծանոթանա նաեւ այդ գորգանախշերի հետ հայկական, որովհետև ուղղակի դրանք շատ գեղեցիկ են եւ շատ հարմար են գալիս գիրքը զարդարելուն, ինչպես նաեւ եթե դու տեր չես կանգնում քո, չէ, ժառանգությանը, ուրիշները այո, պատրաստ են։ Դրա համար շատ կարեւոր է, որ փոքրուց իմիջիալից մի աղջիկ էր, մենք մի պաստառի վրա այս զարդանախշերից տեղադրել էինք եւ նա եկավ եւ իր տատիկին ասում է, այս զարդանախշը այն գրքի զարդանախշն է։ Այսինքն մենք հասել ենք մեր նպատակին, այո, նա հիշել էր իր։ Սա այն տարբերակն է, ասում երկու երնեք միտեղ։ Այո, եւ հետաքրքիր եւ ուսուցողական։ Այո, միանշանակ։ Սա օրինակ կարող եք ասել այս մարդուկները ես երազում եմ տեսնում։ Ահա, եւ թագերով են։ Թագերով են, ինձ ոգեշնչեցին այս մարդուկները, որպեսզի գորգանախշերով անենք, որովհետեւ հեքիաթի վերջում էլ աղջիկն ու տղան դառնում են թագավոր եւ թագուհի, եւ սա շատ հատուկ է հայկական ընդհանրապես խորհրդաբանությանը, հարսանիքներին, երգերին, հեքիաթներին, գորգերին եւ ասկոտ։ Իսկ եթե ձեզ հարցնեին, օրինակ, ընտրեք մեկ հեքիաթ, որը բնորոշում է Հայաստանը, Հայաստան աշխարհին, որ հեքիաթը կլիներ դա։ Ընդհանրապես մեկ հեքիաթ։ Երևի այս հատորի առաջին հեքիաթը ասեմ, Հազարան բլբուլը։ Այսինքն, երբ որ թորոմում է այգին կամ երկիրը վատվիճակի մեջ է, բայց Հազարան բլբուլը բերում են եւ նորից ծաղկում է, նորից վերելք է լինում եւ հուսանք այդպես էլ պետք է լինի։ Աստված։ Ես կուզեմ նաեւ շատ արագ անդրադառնանք փետրվարի 15-ին, չմոռանանք, հա, ժամը 14-ին, ինչ է սպասվելու եւ մուտքն ազատ է, բոլորը կարող են գալ, թե ոչ։ Այո, մուտքն ազատ են, իհարկե տեղերն էլ արդեն սահմանափակ են, մենք չէինք սպասում նման ակտիվություն, արդեն իսկ երբ տեղադրվեց, հա, այդ իվենթի մասին, շատ-շատերը արձագանքել են, լինելու է նաև ներկայացում, հետաքրքիր է նաև բեմադրողների համար այս հեքիաթները, որովհետև դրանք մոռացվել են, չեն, հա, այս հեքիաթներից 3-ի հիման վրա 122 դպրոցի թատերական խումբը բեմադրություն է արել եւ այդ օրը կներկայացնի, կլինի նաեւ երկուպար, ելույթներ, ես ավելի մանրամասն կպատմեմ մեր կատարած աշխատանքի մասին եւ այլն, շատ հետաքրքիր է լինելու։ Բարեկենդան ենք նշելու նաեւ։ Ուրախ հնարավորություն կունենան այդ գրքերը գնելու այդ։ Այո, անպայման։ Հնարավորություն կլինի։ Ըստ սա շատ կարևոր է, դուք նշեցիք հնարավորություն է։ Այո, բացի այն որ դուք նշեցիք, որ արդեն կարծես երևի տեղել չի լինի, հիմա որքան մենք կոչվող դիմենք, բայց ամեն դեպքում, այո, անկախ ամեն ինչից թող այցելեն
կգտնենք տեղ։ Շնորհակալ ենք շատ։ Եվ շատ արագ ես ինչպես հասկացա մենք ժամանակ էլ չունենք, պետք է հրաժեշտենք մեր հյուրին եւ շատ կարեւոր է որ գրքերը թարգմանված են բացի հայերեն լեզվով գիրքը ռուսերեն եւ անգլերեն։ Սա շատ մեծ հնարավորություն է տալիս նաեւ օտարազգի երեխաներին, որոնց հայտնվի այս գիրքը ու ծանոթ լինել մեզ մեր պատմությամբ։ Ճիշտ ձևով ճանաչել հայկական մշակույթը։ Եվ ինչքան մենք ճիշտ հրամցնենք մեր մշակույթը, նույն արտասահմանցի նկարազարդողներ անգամ իրենք կօգտվեն մեր արածից եւ մեզ ավելի ճիշտ կներկայացնեն։ Ոչ թե մենք ասենք ինչու են մեզ սխալ հասկանում, սխալ ներկայացնում, նախ մենք ինքներս մեզ պետք է հասկանանք եւ ճիշտ մատուցենք մեզ։ Շնորհակալություն ձեզ ամբողջ մեծ թիմին։ Այո, շնորհակալ ենք նաև ես ինքս Edit Print հրատարակչությանը, նախագահին Մկրտիչ Կարապետյանին, ում շնորհիվ մենք կարողանում ենք այս պրոյեկտները անել եւ ձեզ հյուրընկալելու համար, լուսաբանելու համար։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մեր հյուրն էր Edit Print հրատարակչության միջազգային կապերի համակարգող հայ ժողովրդական հեքիաթներ երաժշտու ժողովածուի կազմող եւ թարգմանչուհի Նազելի Կարապետյանը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեզ փետրվարի 15-ին ժամը 14-ին գնալ եւ մասնակցել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երգով, պարով ու հայկական ջերմությամբ լի ֆանտաստիկ մի երեկոյի ձեր երեխաների հետ միասին։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ այս պահին գովազդ մեր եթերում։